նշեցիք, որ միջազգային միջնորդներին ժամանակն է ներգրավել բանակցություններում, բայց պատմությունը եւ ժամանակը ցույց տվեց, որ միջնորդների մի մասը ընդունելի չեն Հայաստանի համար, մյուս մասը ընդունելի չեն Ադրբեջանի համար։ Դուք կոնկրետ նոր առաջարկ միջնորդների առումով պետությունների կամ կազմակերպությունների ունեք։ Ես ներողություն եմ խնդրում, ուղղակի ուզում եմ հասկանալ պատմությունը եւ ժամանակը այդ ոնց ցույց տվեց, որ միջնորդները անընդունելի են։ Եթե այս պահին առկա են կողմեր, որոնց դեմ են արտահայտվում բանակցային կողմերից այս կամ այն, դա առանձին պատմություն է, բայց պատմությունը ցույց չի տվել, որ միջնորդները անընդունելի են։ Հակառակը, թե այս կոնֆլիկտի պատմությունը, թե համաշխարհային կոնֆլիկտների պատմությունը ցույց է տվել, որ երբեք առանց միջնորդի, առանց երաշխավորի նման բանակցություններ չեն ընթանում։ Երբեք չկա տենց դեպք պատմության մեջ, հասկանում եք։ Իր know-how-ն է։ Ինչ վերաբերում է առաջարկին, որպեսզի մեր քաղաքացիների համար եւ ձեր համար հարգելի լրագրողներ ընկալելի լինի, որ իմ հնչեցրած կարծիքը միջնորդական եւ երաշխավորական առաքելությունների մասին չունի որևէ աշխարհաքաղաքական ուղղվածություն, ես հենց այդ դրդապատճառով չեմ նշում երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Անհրաժեշտ է գտնել մի որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է երկու մինիմալ պահանջների։ Մեկ, ունակ է ներգրավվել, այստեղ խոսում ենք եւ ցանկության մասին, եւ պարտադրանք բառը լավ բառ չի միջազգային իրավունքի մեջ օգտագործելու համար, բայց որը կարող է իր հեղինակությամբ այնպես անել, որ երկու կողմերն էլ ընդունեն իր միջնորդական ծառայությունները, այսպես ձևակերպենք։ Եվ երկրորդ, որը այս կամ այն կերպ ներգործություն եւ ներկայություն ունի տարածաշրջանում, ում ասածը կարող է գնալ անդին կամ պարզապես հայտարարությունները, ցանկացած կողմ եւ ցանկացած միջազգային կազմակերպություն, որը համապատասխանում է այս երկու մինիմալ պահանջներին, կարծում եմ, որ շատ ավելի լավ արդյունքի կբերի, քան այս պահին ընթացող բանակցությունները, բացառությամբ Թուրքիայի։ Ինչի համար եմ ես հատուկ նշում Թուրքիան, որովհետև առաջին հույս ունեմ, չէ, Հայաստանի Հանրապետության որպես պետություն շահերի համար Թուրքիայի միջնորդական առաքելությունը անընդունելի է, Փաշինյանի համար խիստ ողջունելի։ Դա այն ցույց տալիս իր հանդիպումները Թուրքիայի նախագահի հետ։ Երկրորդ իմ մտավախությունը, ինչի համար եմ ես սրան շատ կարևորություն տալիս, մոտավորապես 2 շաբաթ առաջ նույն օրը տեղի ունեցել 2 հեռախոսազրույց։ Առաջինը ԱՄՆ պետքարտուղարը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, որի բովանդակությունը տենց առանձնապես էական չէր, ըստ հաղորդագրության, եւ անմիջապես հետո զրուցել է Թուրքիայի արտգործնախարարի հետ։ Այդտեղ այդ հեռախոսազրույցի հետ կապված տարածված հաղորդագրության մեջ կա մի շատ հետաքրքրական կետ, որ ԱՄՆ պետքարտուղարը խնդրել է կամ առաջարկել է, որպեսզի Թուրքիան աջակցի Ամերիկայի Միացյալ Նահանգներին հարավային Կովկասում խաղաղության հաստատման հետ կապված։ Երբ դու կապում ես այդ երկու իրադարձությունները, ստանում ես, որ այն ինչի մասին մենք մի քանի ամիս առաջ խոսում էինք, որ Փաշինյանը դեմ չի, որպեսզի Թուրքիան լինի միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում, արդեն իրականություն է։ Սա պարզ տրամաբանություն է։ Այնպես որ այն երկիրը, որը ունակ կլինի եւ ունի տարածաշրջանում ներկայություն, ունի ներգործության լծակներ, եւ երկրորդ այն երկիրը, որ կարողանա ապահովել երկու երկրների ներգրավվածությունը այդ բանավեճում։ Ես հատուկ չեմ ասում որևէ երկրի անուն, որպեսզի ասածից աշխարհաքաղաքական ենթատեքստ չտամ, որը իրականում չկա։ Պարզապես միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների շատ համեստ նույնիսկ գիտելիքները թույլ են տալիս երաշխավորված ասելու, որ չկա այլանդրանք միջնորդով կամ երաշխավորով բանակցությունների։ Դա պարզապես պատմությունն է ասում։